Այսօր պատրաստելու ենք շատ նուրբ, համեղ ու թարմ աղցան, հավի կրծքամսով և արքայախնձորով։ Աղցանը ոչ միայն համեղ է, այլ նաև շատ գեղեցիկ, գունեղ և տոնական։ Հատկապես հարմար է պատրաստել ամանորի համար։ Տոնական այս համեղ աղցանը սեղանից առաջինն է վերջանում։ Ահա և անհրաժեշտ բոլոր բաղադրիչները։ Սկզբում խաշում ենք հավի կրծքամիսը։ Եռալուց հետո ջուրը թափում ենք, լվանում հավի կրծքամիսը, վրան լցնում ենք եռացրած ջուր և դնում նորից գազօջախի վրա։ Ավելացնում ենք սխտորը, սև հատիկավոր պղպեղը և դափնու տերևը։ Աղցանների համար միշտ հավի կրծքամիսը այս տարբերակով եմ պատրաստում։ Այսպես միսը ավելի լավ է համեմվում և հյութեղ է ստացվում։ Վերջում ավելացնում եմ աղը, եփում եմ ևս 5 րոպե, որից հետո թողնում ենք ամբողջությամբ սառի և կտրատում ենք խորանարդաձև կամ բաժանում ենք թելերի։ Հավի կրծքամիսը կարող եք նաև մանրացնել հարիճի օգնությամբ։ Հարգելիներս, ինչպես միշտ, բաղադրիչները և քանակը գրված կլինի նկարագրության բաժնում։ Եթե նախօրը եփված լինի հավի կրծքամիսը, այս աղցանը պատրաստելու համար մեզ ընդամենը հարկավոր կլինի 5 րոպե ժամանակ։ Շատ արագ և հեշտ է պատրաստվում։ Աղցանը կարող եք պատրաստել նաև հավի ազդրամսով, տարբերություն չկա։ Կտրատում ենք նաև արքայախնձորը։ Կտրատում ենք նաև ընկույզը, ցանկության դեպքում կարող եք բլենդերել։ Աղցանի բոլոր բաղադրիչները լցնում ենք աղցանամանի մեջ։ Հավի կրծքամսի, նռան և արքայախնձորի համադրությունը պարզապես իդեալական է ստացվում, հատկապես շատ կսիրեն այն մարդիկ, ովքեր մի փոքր քաղցր աղցանի սիրահար են։ Մայոնեզի և թթվասերի խառնուրդի վրա ավելացնում ենք 1 ատամիկ սխտոր և սև պղպեղ, խառնում ենք և լցնում ենք աղցանամանի մեջ։ Ես աղ չեմ ավելացնում, քանի որ ինձ մոտ հավի կրծքամիսը համեմված էր։ Աղցանը լավ խառնում ենք, որպեսզի համերը միախառնվեն և արդեն կարող եք կամ մատուցել հենց այդ տարբերակով, կամ ձևավորել, ինչպես ես եմ անելու։ Ես ցույց եմ տալիս, թե ինչպես գեղեցիկ ձևավորել տոնական սեղանի համար։ Իսկ դուք կարող եք ընտրել ձեր նախընտրած տարբերակը։ Բաժակը դնում ենք ափսեի մեջտեղի հատվածում և կողքերը լցնում ենք աղցանը, հավասարաչափ տարածելով և հարթեցնելով։ Վերջում զգուշությամբ հեռացնում ենք բաժակը և մեջտեղ այսպես գեղեցիկ անցք է առաջանում, որից հետո ձևավորում ենք աղցանը։ Ձևավորել եմ սամիթի ճյուղերով, արքայախնձորով, նռով և եգիպտացիոնի հատիկներով։ Այստեղ աշխատացնում ենք մեր վառ երևակայությունը և գեղեցիկ ձևավորում ենք։ Հարգելիներ, եթե հավանեցիք այսօրվա իմ պատրաստած աղցանը, չմոռանաք պահպանել, լայքել և ուղարկել ձեր ընկերներին։ Իսկ եթե նոր եք միացել իմ ալիքին կամ դիտում եք առանց բաժանորդագրվելու, խնդրում եմ բաժանորդագրվեք, սեղմեք զանգակոճակին, որպեսզի բաց չթողնեք իմ հետագա համեղ և տարբերվող բաղադրատոմսերը։ Իմ ալիքում կա նաև համեղ և տոնական աղցանների 100-ից ավել բաղադրատոմս, հղումը կթողնեմ նկարագրության բաժնում։ Ի սկզբանե այս աղցանը պետք է ձևավորեի գալիք տարվա խորհրդանշի կերպարով, սակայն նախորդ տարիների կերպարներս ցավոք սրտի արժանացան բազում քննադատությունների կերպարների հետ կապված, այդ իսկ պատճառով այս տարի մատուցելու եմ այս տարբերակով։ Դե ինչ, այսօր էլ այսպիսի համեղ, գեղեցիկ և տոնական աղցանի բաղադրատոմս էի պատրաստել ձեզ համար։ Հուսով եմ հավանեցիք։ Դուք էլ պատրաստեք և գրեք ձեր կարծիքը մեկնաբանության բաժնում։ Շնորհավորում եմ բոլորիդ գալիք ամանորը և Սուրբ Ծնունդը։ Մաղթում եմ առողջ, ուրախ, խաղաղ և հաջողություններով լի տարի։